տնային կալանքում եք և խաղիրաբար ներկանում նիստերին։ Տնային կալանքում չեմ, վարչական հսկողություն են նշանակել, այո, ես ազատ քայլում եմ Երևանի փողոցներում, շատ վտանգավոր ահաբեկիչ լինելով, ինձ այսօր թույլ են տվել դուրս գալ փողոց, քայլել, մարդկանց ահաբեկել։ Ձեր շփումները Բագրատ Սրբազանի հետ դեռ սահմանափակված են, թե դրանք վերացրել? Չէ, սահմանափակումները կան, ես իրավունք չունեմ ոչ միայն Բագրատ Սրբազանի, այլ նաև գործով անցնող այլ անձանց հետ շփվել, նոր ճանապարհին Ռոստոմյան Արային տեսա, ասում եմ մենք կարող ենք իրար բարևել, գրկեցինք Սուրբ Ծնունդ շնորհավորեցինք, այդպես չգիտենք ինչ աստիճան կարող ենք շփվել, չենք կարող շփվել, այդպես ասենք այսքանով սահմանափակվենք, որ հանկարծ խնդիր չառաջանա։ Ձեր կարծիքով նպատակը որն է նաև այս դատական գործերի, այս քարոզված քրեական գործերի, ի վերջո ինչ են ուզում, ինչ է ուզում իշխանությունը։ Իրենք ունեն խնդիր շոու կազմակերպելու, իրենց բոլոր գործողությունները դրա մասին են, իրենք տեսարաններ են ապահովում, իրենց էլեկտորատին կոնսոլիդացնելու համար ընտրություններից առաջ ու նաև իրենք իրենց բնույթով ահաբեկչական խմբավորում լինելով փորձում են ահաբեկել մեր ժողովրդին, որպեսզի որևէ կազմակերպություն, մարդկանց խումբ, ինչ-որ անձ չփորձի իրենց դեմ որևէ գործողություն կամ խոսք ասել կամ գործողություն կազմակերպել։ Սուտ դա է, ձեզ շնորհակալ։